Ըստ մենք արգելի մեղադրել, Վարգաս Սրբազան ձեզ, եթե ցանկանում եք արտահայտել։ Փորձեմ շատ հակիրճ լինել, ինչքան հնարավոր է։ Բնականաբար ես պատվարժան դատարան։ Ոչ հայցելու եմ ձեզանից կալանքը փոխել, ոչ էլ որևէ բան։ Ես ուրիշ բան ունեմ ասել։ Շատ հարցեր իմիջայլուց։ Բայց այս պահին թույլ տվեք նախ անդրադառնամ մի փաստի, որը անցյալ շաբաթ այս նույն դատարանում հնչեցրել եմ, հետո էլ հրապարակային խոսքով պնդել։ Եվ հիմա վերահաստատում եմ։ Մեկ շաբաթ առաջ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարեցի, որ քննչական կոմիտեի ղեկավարը մեղմ ասած անպատասխանատու հայտարարություն է արել եւ խիստ ասած զրպարտություն եւ ակնհայտ փաստերի, խնդրում եմ տերմինը ասել, փաստերի կեղծում է տեղի ունեցել։ Եվ ես դա պնդում եմ, հենց հիմա նորից պնդում եմ, առնվազն երկու դեպքով, մեկը կապված այդ չարաբաստիկ գյուլելու 2 հոգու և 15 հոգու բանտ տնելու պատմության հետ, ակնհայտորեն իրենք խուսափում են այդ թեմային անդրադառնալ, երկրորդը, որ իբր իմ ձեռքով գրված կա ահաբեկչության պլանավորում արտահայտությունը, դարձյալ կրկնում եմ, իմ ձեռքով գրված։ Ուրեմն երկու դեպքով նվազագույնը ասացի, մնացած ինչ որ կա, դեռ դրանք ծաղիկներն են, մնացած հետո կպարզվի ամեն բան։ Եվ ես վերստին պնդում եմ և իմիջայլոց ուզում եմ ասել, որ իմ պաշտպանների հետ խորհրդակցելով մենք որոշել ենք, որ ակնհայտ կեղծիքի փաստական զեղծարարության կամ կեղծիքի առումով հաղորդում ենք ներկայացնելու, որպեսզի քննությունը սկսի քննչական կոմիտեի ղեկավարի կամ նրան մոլորեցնողների նկատմամբ, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ նրան մոլորեցնողների նկատմամբ։ Սա ակնհայտ մենք անելու ենք։ Երկրորդ, հարցադրումս։ Ես ապշած եմ ուղղակի, որ մարդը կարող է վեր կենալ հանրային մեղադրով, խոսել բաների մասին, հանցագործներ, հանցակազմ, հանցախումբ, լիքը բաներ ասել, համարելով, որ դրանք տերմինաբանություն են, ես համարում եմ որպես վարկաբեկում, և շատ հանգիստ խղճով չպատասխանել հարցի, որ արդյոք այս բոլոր այսպես կոչված գաղտնալսումները փորձաքննություն անցել են, թե ոչ։ Արդյոք դրանց մեջ ծավալով կան հսկայական ծավալով միջավայրեր, որտեղ ասում է չի լսվում, ինչը չի լսվում օրինակ, հիմա ես չեմ մտնելու ապացույցների փուլ, բայց դա մեծագույն հարցադրում է և ինչ խղճով եք դուք արտահայտություններ անում, որոնց չեք կարողանալու հետո տեր կանգնել։ Սա ինձնից դուրս, ես նորից եմ ասում, բացարձակ ես ակնկալիք էլ չունեմ, չեմ էլ ուզում ունենալ ոչ էլ որևէ ձևով ակնկալել կամ խնդրել, որ այն կալանքը փոխվի, տնային դառնա, դրսային դառնա, բացարձակ։ Ես պայքարի մեջ եմ Հայաստանի Հանրապետության և կորսված Արցախի համար։ Եվ մնալու եմ այդ պայքարի մեջ, կլինի բանտում, թե գերեզմանում կապ չունի։ Դուք ինչ որոշում ուզում եք կայացրել, մեղադրող ինչքան ուզում է թող խոսի, հազարավոր էջերով, փաստաթղթերով բերեք, այս 2 տարի է մեզ անընդհատ ուղղակի հանցագործ ֆեյքերի պոակով հալածել են բոլոր առումներով, դրա մասին որևէ մեկը խոսել է, ստեղծված կառավարության հովանու ներքո գործող ամենազզվելի, ամենազազրելի լուտանքներով ու մեղադրանքներով, բայց սրանց պաշտպանվածությունը որտեղ է, այս մարդկանց կամ բոլորի, որևէ մեկի, ով է դա հանձնել, այո ես պայքարել եմ ու պայքարելու եմ, իմիջայլոց ասեմ ձեզ, պատվարժան դատարան, երեկ չառաջով ինձ քննչական կոմիտե են կանչել, դուք տեղյակ եք,
Ձեզ տեղեկացրել են, որ այս դատավարության գործընթացով անցնող երկու անձի, նվազագույնը ես գոնե երկուսին գիտեմ, ինձ եւ չգիտեմ նախաքննական գաղտնիքը կամ ոչ Լիդիա Մանթաշյանին կանչել են քննչական կոմիտե։ Տեղյակ եք ինչ կարգավիճակով։ Օրինակ դուք գիտեք ինձ ինչ կարգավիճակով են ընդգրկել։ Հիմա պաշտպանս ասում է դա կարող է նախաքննական գաղտնիք լինել։ Ինձ ինչ նախաքննական գաղտնիքա թե ոչ։ Կանչել են։ Եվ ինչ կարգավիճակով են ներգրավել գործի մեջ, գիտեք։ Չգիտեք։ Հարցրեք թող ասեն։ Ձեզ շրջանցել են։ Ես կարծում եմ, որ ձեզնից իրավունք պետք է հարցնեին։ Ձեզնից իրավունք պետք է հարցնեին։ Իսկ ինչու են կանչել։ Կանչել են, որ ծածկա դմփոց անեն իրենց խայտարակ հայտարարությունը։ Ես ձեզ ուղղակի ասում եմ, այդ տեքստը, որի վրա քննչական կոմիտեի ղեկավարը ասում է, որ իմ ձեռքով է գրված, ես հիմա էլ եմ ասում, ոչ իմ ձեռքով է գրված, ոչ էլ գիտեմ որտեղից է եկել այդ թուղթը, որովհետև այդ թուղթը ես ողջամիտ կասկածում եմ, որ իրենք էլ սարքել դրել են մեր պահարանների կամ որտեղ որ դրել են։ Կարող եմ ունենալ այդ կասկածները։ Եվ այդ թուղթը կարդալուց հետո պատվարժան դատարան, ես կարծում եմ դուք այդ գործը կանեք։ Ինձ պետք էր, եթե ենթադրյալ ես եմ կամ որևէ մեկը, պետք էր ոչ թե կալանավայր ուղարկել, այլ հոգեբուժարան։ Մի հատ էլ հոգեբուժ եւ երկու հոգեբան վարձել, որպեսզի ինձ հետևեն, ենթադրյալ եմ ասում, որպեսզի ես այդ արարքները չգործեմ։ Մի տվյալ կասեմ միայն եւ դուք ենթադրեք այդ թղթում գրված, որ ես պլանավորում եմ 150,000-ից 250,000 հոգի գերեվարել Ադրբեջանի տարածքից, Նախիջևանից եւ Արցախից։ Ես պլանավորում եմ 40-50 կիլոմետր խորանալ Թուրքիայի տարած 24 ժամ անկասելիորեն ռմբակոծել։ Հիմա սա հոգեկան խանգարում ունեցող մարդու գրված կա, թե ոչ, ինձ ինչ է տարել կալանավար, պետք է տանեն հոգեբուժարան։ Պատվարժան դատարան, ես մի բառ չեմ չափազանցում, եւ դեռ քննչական կոմիտեի ղեկավար ասում է իր ձեռքով գրված ահաբեկցության պլանավորում, դե մեր փաստի, առանց ձեռագրագիտական փորձաքննության, առանց այս գաղտնալսումների փորձաքննության, դուք ո՞նց եք, ինչպես եք մարդկանց դատապարտում։ Անցել են այդ փորձաքննությունները, բայց եթե չեն անցել են, ուր են արձանագրված, բայց եթե չեն անցել, դուք ինչպես եք մարդուն վերագրում արարք, որը գոյություն չունի։ Սա է ամբողջ խնդիրը, պատվարժան, ես դեռ այն ժամանակը խնայելով այն մեծ մասը չեմ խոսում, դեռ չեմ խոսում, ինչպես կարող է երկրի ղեկավարը հանցագործության հավասար հայտարարություն կատարել իր շրջապատում, որի գաղտնալսված եւ չգիտեմ ինչ կերպով ձայնագրությունը հրապարակվի, որ վերաբերում է պետական անվտանգության, բանակցություններ, միջազգային հարաբերություններ, որտեղ ասվել է, որ ես ինչ գժիտեղ գտնեմ եւ այլն կանցնեմ, երբ իրեն հարց են տալիս, որ սա ինչ թեմա է, ասում դե մենք մեր շրջապատում խոսել, մենք էլ մեր շրջապատում ենք խոսել, հիմա ո՞րն է դրա տարբերությունը։ Այն հարց են հսկա մեր կյանքի վրա գերակշիռ նշանակություն ունեցող խնդիրը բերված եւ այդպես անցնել առանց քննության, առանց որևէ բանի, եւ այստեղ մարդիկ կեղծված փաստաթղթեր, ես նորից եմ պնդում, 2 հոգու գյուլելու, 15 հոգու բան դնելու պատմությունը ինչին է վերաբերում, ով է օբյեկտը։ Եվ դեռ մարդիկ ասում են, եւ այո, ապրեն լրագրողները, որ հենց այդ նույն պահին ցույց տվեցին գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի ղեկավար այդ արտահայտությունները անելուց, այս քարոզչական արշավը, ես ինչու եմ դրա վրա կենտրոնացել, շատ նյութեր կան, բայց ամբողջ քարոզչությունը դարձել, այդպես է սկսել ամեն ինչ, բայց թե ինչու է սկսել, ես լավ գիտեմ, մեզ մեկուսացնելու համար է սկսել, որովհետև այո, ես ասել եմ, ուխտել եմ իմ նահատակ եղբայրների շիրիմների առջև, իմ կորսված Արցախի առջև, իմ հայրենիքի ու պետության առջև,
որ ուր են որ գտնվեն, քանի դեռ սրանք իշխանություն են, իմ պայքարը չի դադարելու։ Չի դադարել, դա ինձնից Աստվածը ուզել իմ նահատակներն են ուզել, չի դադարելու, ուզում է կալան, ուզում է դերեզման, ուզում է տվել, սապ չունի, ես սրանով եմ ապրում, և սրանով էլ ապրելու եմ ու վայ նրանց, որ բարին չար են ներկայացնել, չարը բարի, լույսը խավար, խավարը լույս, և գողանալու են արդարի իրավունքը, ես չեմ ասում, այս գիրքն է ասում, և սա այսպես է, Եվ ես խղճում եմ ուղղակի, խղճում եմ այն մարդկանց, ովքեր մտել են այս պատասխանատվության տակ։ Այո, ես մարդկայնորեն բարկանում եմ երբեմն, նեղվում եմ երբեմն, հանրային մեղադրող ինստիտուտից կամ այս մարդկանցից։ Բայց միևնույն ժամանակ անկեղծորեն ասած աղոթք եմ անում, որ ինչ-որ ճանապարհ գտնեն կյանքում ազատվեն այս փորձանքից։ Այդքան բանը կասեմ, և բոլոր նրանց, ովքեր ընդգրկված են այս գործի մեջ։ Ես խնդիր չունեմ, իմ ջայլոց Արամ ջան, պարոն Վարդանյան, ներողություն։ Ես տուն էլ չունեմ, որ տնային կալանք տանես։ Այնպես որ։ Ոչինչ։ Հարց չի, լավ, չքատակ եմ անում։ Ուրեմն, պատվարժան դատարան։ Հստակ ասում եմ վերստին կրկնելով և ավարտելով։ Իմ պայքարը չի վերջանալու։ Կալանք, չկալանք, գնդակահարություն, ինչ ուզում եք դրեք, կապ չունի։ Երկրորդ, ակնհայտ կեղծված են, ակնհայտ, գոնե երկու մեր ցույց տված, այն մնացածները ցույց չեմ տալիս։ Ակնհայտ կեղծված փաստերով եմ ասում։ Երրորդ, այս նյութերը ոչ մի փորձագիտական քննության չեն ենթարկվել, ոչ ձեռագրագիտական, ոչ ձայնագրությունների առումով չեն ենթարկվել։ Մենք կարող ենք ժխտել ընդհանրապես ասել, որ մեր խոսքերը չեն, մեր ասելիքները չեն, ընդհանրապես, որովհետև չկա, գոյություն չունի։ Չորրորդ, 8 ամիս մեզ անընդհատ լսելուց հետո իրենց ասելով, գալ մտնել խուց և փորձել ինչ-որ բան կորզել, սա արդեն նենգություն էլ չի, արդեն խոսում են մասին, որ ասենք մի բան չկա, մի բան գտնենք, մտցնենք արանքը, Միքայել Սրբազանի հետ եմ ասում, և այո, և փորձել մեզ կապել, հիմա ես ուրիշ դավադրություն եմ ուզում ջարդել այստեղ, և փորձել մեզ կապել, Միքայել Սրբազանը ռազմակոչ արել, Սամվել Կարապետյանը ֆինանսավորելը, մենք էլ իրականացրել ենք, սա է ամբողջ տեսիլքը, սա է ամբողջ գործը, սա ուրիշ բան չկա, դրա համար էլ են մարդը կալանաբայրումը, մյուսը արդեն դատական վճիռ կայացված, հիմա փորձում են ինչ-որ ձևով, կապերով, բաներով բերել հասցնելն, մի փորձեք ընդհանրապես, ասում եմ, այս դավադիր գործը մեկ նպատակ ունի, պահել այսօրվա չարիքի իշխանությունը, մենք, ես կոնկրետ, ասել եմ ու կասեմ, պատասխանատու եմ երկնքի առջև, պատասխանատու եմ իմ նահատակ հայրերի ու եղբայրների առջև, պատասխանատու եմ այն բոլոր մարդկանց առջև, ովքեր մի վայրկյան անգամ վստահել են մեզ, Աստված զորացնի բոլորիդ։